լավ եւ վատ արարքներ էին քննարկում, քննարկեցինք նաեւ հերթին սպասելու արարքներ։ Լավ արարքեր, չէ՞, չի կարելի գնալ տեսնել, որ մարդիկ սպասում են, հետո ասել ոչ, ես եմ առաջինը կանգնելու։ Նույնիսկ խաղի մեջ է պետք հերթ պահել, չէ՞, մի հատ ես եմ դնում, մի հատ դու ես դնում, ստացվում է համատեղ գեղեցիկ խաղ։ Չի կարելի հերթը խաղալ, դա վատ արարք։ Հիմա ուզում եմ ձեզ մի կատվի մասին հեքիաթ կարդալ, որը հերթին սպասում չէր սիրում։ Հիմա տեսնենք ինչ է պատահում այս կատվի հետ։ Կատուն շատ էր սիրում խաղալ, բայց երբ ընկերները գալիս էին խաղալու, կատուն չէր սպասում իր հերթին։ Երբ նապաստակն ուզում էր գլորել գնդակը, կատուն առաջ էր վազում։ Երբ շունն ուզում էր դնել խորանարդը, կատուն գցում էր բոլորը։ Մի օր ընկերները տխուր նստեցին։ Մենք էլ չենք ուզում խաղալ, ասաց նապաստակը, դժվար է, երբ մեզ չեն լսում, ասաց շունը։ Կատուն հանկարծ զգաց, որ մենակ է մնացել։ Նա մտածեց ու գնաց ընկերների մոտ։ Կարող եմ նորից խաղալ ձեզ հետ, եթե հերթով խաղալ ու լսենք իրար։ Ընկերները ժպտացին, բոլորը հերթով խաղացին ու խաղը դարձավ շատ ուրախ։ Ահա, եթե դուք էլ չէ մի օր ուղղակի ձեր ընկերներին հրմշտեք, չթողնեք իրենք էլ խաղան մի օր դուք խաղաք, կմնաք կատվի նման մենք մենակ։ Հիմա ես առաջարկում եմ մենք մի խաղ խաղանք, որտեղ իրար պիտի սպասենք, տեսնենք ով է կարողանում հերթ պահել։